Պատկերացրու մի երկրում մաստակ ծամելու համար կարող ես նույնիսկ տուգանվել, իսկ մյուս երկրում գիշերը չի կարելի նույնիսկ զուգարանի ջուրը քաշել։ Եվ սրանք կատակներ չեն։ Այսօր միասին բացահայտելու ենք աշխարհի ամենատարօրինակ օրենքները։ Ողջույն սիրելիներս, ձեզ հետ ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցն է Լիանան, եւ եթե սիրում եք նոր, հետաքրքիր, կրեատիվ բացահայտումներ, ապա բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ինչպես նաև ուզում եմ հիշեցնել մեր մրցույթի մասին, ով կգրի ամենահետաքրքիր մեկնաբանությունը եւ կստանա ամենաշատ հավանումները, մեր կողմից կարժանանա վիզայի աջակցմանը։ Համար 1. Սկսում ենք Սինգապուրից։ Այստեղ մաստակ վաճառելը գրեթե արգելված է, եւ դրա համար էլ հասկանում ես, թե ինչու են Սինգապուրի փողոցները այդքան մաքուր։ Այնպես որ մաքրության սիրահարներին հորդորում եմ մեկնել Սինգապուր։ Երկրորդը, Շվեյցարիայում բնակարաններում չի կարելի գիշերվա ժամին աղմկել, նույնիսկ ժամը 10-ից հետո զուգարանի ջուրը քաշել։ Պատկերացրու կանգնած մտածում ես. լավ, միջև առավոտ կսպասեմ։ Երրորդը, Միացյալ Արաբական Էմիրություններ։ Դուբայում հասարակական վայրերում արգելվում է չափազանց սիրային պահվածքը։ Այսինքն սիրահարվել կարելի է, եթե իհարկե դու կարողանում ես զուս պահել քեզ հասարակական վայրերում։ Չորրորդը, Ճապոնիայում 40-ից 75 տարեկան մարդիկ պարտադիր պետք է չափեն իրենց գոտկատեղի չափը։ Եթե տղամարդկանց դեպքում այն անցնում է 90 սանտիմետր, իսկ կանանց դեպքում 80, նրանց կարող են ուղարկել սննդաբանի մոտ կամ հատուկ առողջական ծրագրերի։ 5. Անգլիայում կա մի շատ տարօրինակ օրենք, տեխնիկապես արգելված է մահանալ պարլամենտում։ Պատճառը, քանի որ խորհրդարանի շենքը համարվում է թագավորական պալատի մաս, եւ եթե մարդը մահանում է այնտեղ, այդ դեպքը պետք է քննվի թագավորական օրենքներով։ 6. Տեղափոխվում ենք Ասիա, Թայլանդ։ Այստեղ արգելված է ոտքով դիպչել փողին կամ քայլել փողի վրայով։ Պատճառը, քանի որ թղթադրամների վրա պատկերված է երկրի թագավորը, ու նրանց մշակույթում դա համարվում է անհարգալից վերաբերմունք։ 7. Մոնակո։ Գիտեք հետաքրքիրը որն է, որ այստեղ քաղաքացիներին արգելված է հայտնի Մոնտե Կարլոյի կազինոյում խաղալ։ Պատճառը, երբ կազինոն բացվել է, իշխանությունները ցանկացել են, որ այնտեղ գումար ծախսեն միայն զբոսաշրջիկները, իսկ փոխարենը Մոնակոյի բնակիչները ազատվել են եկամտահարկից։ 8. Շրի Լանկա։ Այստեղ արգելված է սելֆի անել Բուդդայի արձանի հետ մեջքով։ Այն համարվում է շատ անհարգալից պահվածք։ Այսինքն, մինչև դու փորձում ես լավ նկար ստանալ, կարող է պարզվի, որ տեղացիներին դա ընդհանրապես դուր չի գալիս։ 9. Ֆրանսիայում խոզի Նապոլեոն անուն տալը համարվում է անօրինական։ Պատճառը, քանի որ Նապոլեոն Բոնապարտը Ֆրանսիայում ազգային հերոս է համարվում, ու իշխանությունները որոշել են, որ խոզին այդ անունով կոչելը կարող է վիրավորական լինել։ Եվ 10. Հասանք իմ ամենասիրած տարօրինակ օրենքին։ Միլանում մարդիկ պարտավոր են ժպտալ։ Իհարկե կան բացառություններ հիվանդանոցներում կամ թաղումների ժամանակ, բայց մնացած դեպքերում քաղաքը կարծես ասում է՝ մի քիչ լավ տրամադրությամբ քայլեք։ Սա այն քիչ օրենքներից է, որը պետք է կիրառեն նաև Հայաստանում։ Ահա այսքանը, իսկ դու մեկնաբանություններում գրիր, թե որ ամենատարօրինակ օրենքը քեզ ամենաշատը դուր եկավ։ Եթե դու սիրում ես այսպիսի խենթ ու խելար բացահայտումներ, բաժանորդագրվիր ալիքին եւ հիշեցնում եմ ամենահետաքրքիր մեկնաբանություն գրողը, ով կունենա ամենաշատ հավանումներ, մեր կողմից կստանա վիզայի աջակցում։ Ահա նախորդ մրցույթի հաղթողը, շնորհավորում ենք ձեզ, համեցեք GoTravel ձեր մրցանակի հետևից։ Իսկ վերջում եկել եմ հիշեցնելու, որ այն գումարը, որը որ դու ծախսում ես քո ճանապարհորդությունների վրա, հարստացնում է հենց քեզ։ Այդ նահանգում օրինակ կոնկրետ հստակ օրենք կա, որ չի կարելի էշին լոգասենյակում քնացնել։ Կոնկրետ օրենք կա։ Օրենքով պարլամենտը գնացել է, ընդունել է այդ օրենքը։ Իսկ Անգլիայում չի կարելի պարլամենտում մեռնել։ Բա Միլանում մարդիկ պետք է ժպտան։